Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Իսրայելյան, հարց լուծողներն էլ Արցախի Հանրապետությունում նաև այսօր թիրախավորվում են, իմանցակ երևի, որ Սամվել Կարապետյանն է կալանավորվել, այս առնչությամբ որպես նաև Արցախի Հանրապետության քաղաքացի, ինչ դիրքորոշում։ Ես անդրադառնալով խոսքի Սամվել Կարապետյանի շուրջ այդ իրադարձությունները, ես գիտեմ, թե նայեք, Սամվել Կարապետյանը, ոնց որ Ռուբեն Վարդանյանը եկել է Արցախում էին, չէ, նույնև Սամվել Կարապետյանը այս ծանր իրավիճակը գնահատելով, որ մենք գնում ենք կործանման, գալով Հայաստան, հայ ժողովրդի կողքին կանգնելով, իր դիրքորոշումն է բան արել, որ ես եկեղեցու կողքին եմ։ Ազգային սկզբունքները, որ ասում եմ, մարդկային սկզբունքների հիման վրա արտահայտությունները, ամեն օր առավոտի ցիրուկում մենք բոլորս էլ դա ներկայացնում ենք։ Մենք եկեղեցու կողքին ենք, մենք հայ ժողովրդի հետ միասին ենք, մենք հայ ապրելու, հայ մնալու իրավունքների համար ենք պայքարում։ Հիմիստեղ հարցը գիտեք ինչի մեջ է, որ այդ միջազգային, այդ համաշխարհային ճանաչված մարդիկ համարձակություն են վերադասում են խոսքի հայ լինելը, քան իրաց ունեցվածքը, գալիս են այդ ձևի արտահայտություններով, այդ ձևի ձևաչափով հայ ժողովրդի կողքին կայնում, իմանալով վտանգները, իմանալով բոլոր ռիսկերը, չէ՞։ Հիմի ես ուզում եմ ասել, խե մեր հանրության մեջ մենակ Ռուբեն Վարդանյանն է, մեկ էլ Սամվել Կարապետյանն է, բայց մնացածը խի են լռում, բայց մնացածը խիչ են արձագանքում, խիչ են գալիս, էլի հասարակ ժողովուրդն է գնում այդ մարդկանց աջակցելու, էլի հասարակ ժողովուրդը։ Երկրորդը, Սամվել Կարապետյանը արցախայության մեջ, արցախայության համար, արցախայության մեջ մեծ, որ ասում եմ, հարգանքի տեղ ունի, որովհետև Սամվել Կարապետյանը այն առաջին մարդկանցից մեկն է, որ միշտ արցախայության կողքին է եղել ու ոչ բառերով։ Սամվել Կարապետյանը ահագին օգնություններ արել արցախայությանը, մինչև օրս էլ Տաշիրում բնակվող արցախայությունը տեղահարված ամեն մեկին առանձին իրենց կողմից թե օգնություններն է, թե բնակարանների հարցերը, թե ամեն ինչով է։ Ժողովուրդ, ես ուզում եմ հասկանամ, մենք ինչ հայի տեսակ ենք ուզում տեսնել մեր հանրության մեջ։ Մենք ինչ ենք ուզում ողջունենք։ Հիմա Փաշինյանը ճակերտի մեջ է վերցնում Սամվել Կարապետյանի բարեգործ բարերար լինելու արտահայտությունը, կասեք այս մասը, կասկածի տակ է դրվում։ Գիտեք, եթե անդրադառնում ենք ներկա իշխանության կամ ղեկավարի մասին խոսքը, ներկա ղեկավարը ամեն ինչն է կասկածանքի տակ դնում։ Մեր հայ լինելուց սկսած, մեր հավատքից սկսած, մեր պատմական հազարամյա տարիներ պատմություն ունեցող ազգից ցեղասպանությունն է կասկածանքի տակ դնում, ամեն ինչն է կասկածանքի տակ դնում։ Ու ես ասում եմ, բոլորիդ վաճառելու են։ Մեզ սարքել են առևտրի առարկա։ Եթե երկրի ղեկավար անձը, ներկայացուցիչը ասում է խաղաղություն պայմանագիր կնքելուց հետո մենք բոլորս հնարավորություն ունենք առևտուր հաջորդ օրը սկսենք։ Այդ իրան ասելու ներկայացնելու, բայց Ադրբեջանի ղեկավարը այդ առևտուրը մեր հողերի մասին է գնում, մեր ամեն մեկիս մասին է գնում, որ ձեզ առնելու ենք մենք, դուք վաճառելու առարկա եք։ Այս կողմից էլ ասում եք լավ եք ապրելու կամ ավելի շատ փող կաշխատեք կոսմեկ մույսը։ Այդ տարբերությունը դրա մեջ է։ Առևտուրի առարկա են սարքել։ Հիմա ամեն մի մարդ, որ փորձում է համարձակ խոսելու, ամեն մի մարդ, որ խոսում է, ամենը իր տեղը խոսելու։ Մենք հայ լինելուց խի պիտի վախենք կամ քաշվենք։ Մենք իրավունքներից խի պիտի քաշվենք կամ մտավախություն դրա մեջ բանանենք։ Ամոթ է մեզ բոլորին։ Սփյուռքին եմ կոչանում, բոլորին եմ կոչանում։ Ինչ համախմբությունից է խոսում կամ եթե մենակ արձագանքներով կամ մենակ բաներով եք բավարարվում։ Ինչ որ մի իրադարձություն լինում է, բավարարվում եք արձագանքներով կամ ինչ որ արտահայտություններով։ Արցախում գտնվելու 9 ամսի բլոկադայի ժամանակ ժողովուրդը դեղեկել է սովամահի է արդեն ասում, մենակ արձագանքով, մենակ որ ասում արտահայտություններով եք բավարարվել։ Այ խնդիրը դրա մեջ է։ Իրանք էլ առիթավորված այ բոլոր իրաց ծրագրերը, նորից ասեմ, ծրագրեր են իրականացնում։ Ուստեղ այսօրվա արցախայության կողմից
բոլոր այդ որ ասում եմ բողոքներն կամ ներկայացրած բանն ամեն ձևի ձգտում են թե ճնշելով, թե տարբեր մարդկանց նույնպես արցախայության մեջ գտնվող սրիկաներով արցախայության մեջ ատելություն առաջացնեն իրար նկատմամբ։ Սրիկաների հետ կապված մի բան հարցնեմ, համացանցում տարածվեց ադրբեջանցու կողմից մի տեսանյութ, որտեղ արցախցիներից մեկը, որը բենզալցակայանների տերեր, տների տերեր, իր խոսքով Զավիշյանի էր թողել ադրբեջանցիներին, ասելով, որ վայելեք, ես ունեմ, են էլ ձեզ լնի, են էլ արդեն քոննա եւ այլն։ Շատ են այս արցախցիները, որ այսպես կտակ են թողնում ադրբեջանցիներին իրենց ունեցվածքը։ Ասեմ ձեզ, ոչ բոլորը արցախահայությունը, արցախցին ինքնօրինակելի հայի տեսակ է եղել, որպես պայքարող, որպես այդ ավանդույթների առաջնային ազգային գաղափարախոսությունն է, մարդկային հիմունքները պահպանող մարդ, որովհետև ոչ, անձամբ ես տես մարդկանց չեմ ճանաչում ու գիտեք, ես ինձ համար էլ որպես արցախցի լինելով կամաչեմ էլ արձագանքեմ այդ մարդու նմանատիպ մարդու հետ, բայց ես ուրիշ բան ասեմ, արցախայության մեծամասնությունը ով ինչ ուզում է ասի, փասիբով, հայրենասեր նվիրված բան են, հայի տեսակ են ու մեր բոլոր այս գործողության պրոցեսների մեջ այդ մարդկանց այս իրավիճակում հայտնվելը դա իրենց մեղքով չի եղել, ժողովրդին խաբել են, մեր դեղ գտնվելու ապրելու ժամանակ նույն գործողությունը դեղ է եղել, որ ուզում էինք դուրս գանք բողոքել կամ ինչ որ ասում է պետք չի, Ադրբեջանը հարձակվելու է, եթե ուզում եք ինչ որ մի բան բողոքեինք, որ ճշմարտությունը ասում է պետք չի, Նիկոլ Փաշինյանը փող չի ուղարկելու Արցախ, այո, հենց այդ փողի զոհն ենք դարել, եթե արդեն եկել է մի հատ իրավիճակում հասել, որ զոհաբերում են երեխուն դրա գին ունի 10 միլիոն, տունը թուրքը բادرանում դրա գին ունի, հասկանալ չէ, որ հայրենիքդ վաճառված է, այն բանին, որ մենք ամբողջ կյանքում, որ ասում եմ մարդկային, ազգային բաների, որ ասում եմ միշտ մենք խոնարհվում էինք, որ դա անգին էր, արժեքներին, ինչն է, ծնողը տա, հայրենիքը տա, հավատքը տա, որ դա արդեն սարքել են փողի առարկա, առևտրի առարկա, ժողովուրդ բոլորի տերոմի եկել է դեր կործանման բանը։ Բոլորին էլ զգուշացնում եմ, նորից եմ ասում, չմտածեք, որ այսօրվա իրավիճակում ամեն մարդ ինքնանպատակ դնելով, ինքը ժողովրդի անունից խոսելով կամ ժողովրդի խոսքումներ տալով ինքնանպատակների են հասնում, վաղը առաջի առևտրի առարկան դուք եք լինելու։ Ձեզ են ծախելու։ Պարոն Իսրայելյան, հետագա քայլերը հաշվի առնելով այն մասնավոր ծրագրերը, որ նշեցիք, կա նույնիսկ մինչ վրան խփելը կային, հա, այդ խոցելի խմբերի համար աջակցությունը հիմա հասարեն ստացվում է արցախցիների մեծամասնությունը զրկվելու է սոցիալական աջակցությունից, որը հետևանք է լինելու նրան, որ մեր հայրենակիցները հայտնվելու են փողոցում եւ ինչպես նաեւ դուք նշեցիք ձեր խոսքում հնարավոր է արտագաղթ լինի։ Հիմա ինչ քայլեր են ձեռնարկվելու, որպեսզի այդ process-ը կանգնացվի։ Նայեք, այսօրվա ակցիան, այս ձևաչափով որ ներկայացրել եք, առաջի հերթին սոցիալական աջակցության հարցը, խնդիրը վերանայի կառավարությունը իր որոշումները, անժամկետ սոցիալական աջակցությունով ապահովի արցախահայությանը, մինչև բոլոր այդ հարցերի պատասխանները, բոլոր խոսքի ժողովուրդը չբավարարվեն այն հարցերի շուրջ, խոսքի բնակարանային հարցերի հետ կախված է, մնացած հարցերի շուրջ, որ բողոքի առիթ չլինի, բավարարեք, մեղք են ժողովուրդը, դուք եք մեղավոր, տեր կաղնեք է ժողովուրդին, չեք կարող տեր կաղնեք, ինչ մասնագետների մասին եք խոսում, ինչ բայց ղեկավար մարդիկ եք, եթե տարուկեսվա 2 տարվա մեջ դուք մասնագիտական խնդիրներ ունեք, որ չեք կարող լուծումների ճիշտ ձևաչափով ներկայացնեք, որ հանրության համար հասանելի լինի։ Բայց մենք հույսներս ում վրա պիտի տնենք, կամ ինչ պիտի անենք։ Դուրս եկեք այս սաղեց հարցերը թողած աթոռի պահելու կռիվ եք տանում, աթոռի ինչ որ ասում է մեր էմոյուս կողմերն էլ աթոռ զբաղեցնելու կռիվ եք տանում։ Պատկերացնում եք ժողովրդին զոհաբերում են ինքնանպատակների հասնելու համար։ Ես այսքան մտքեր ինչի համար եմ ասում, ժողովրդին եմ կոչանում, մի հավատացեք, բոլորը ձեզ խաբում են, արցախայության խաբում են, այս կարգավիճակում Հայաստանաբնակ մայր Հայաստանում գտնվող ժողովրդին էլ խաբում են ուրիշ ոլորտում, ուրիշ մոլորելու հարցեր, սա ծրագրեր է իրականացվում մեզ շեղելու կարևոր խնդիրներից կարևոր որ ասում հարցերի շուրջ կարգված։ Շնորհակալ եմ։